Օրերս Արկադի Դումիկյանը եղել էր Սոնա Սաֆարյանի հյուրը, Star News-ը հետևեց զրույցին։ Խոսելով անձնական դժվարություններից նա նշել է. «Կյանքի դժվարությունները, որոնք ես հաղթահարել եմ, ինձ ավելի խելացի են դարձրել։ Երբեք որևէ մեկին չեմ մեղադրել իմ հիասթափությունների ու դժվարությունների ժամանակ։ Եթե այդ պահին այդպես է եղել, ուրեմն այդպես պիտի լիներ։ Աստված գուցե այդպես է արել, որ հետո ավելի լավ տարիներ լինեն։ Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի, որպես երգիչ Արկադի Դումիկյան, բայց այդպես պիտի լիներ»։ Դումիկյանի կարծիքով նա իր բնավորությամբ մայրիկին է նման։ «Մայրս աշխարհի ամենահամեստ ու բարի կինն է, ով նրան ճանաչում է նույնը կասի։ Այնպես չէ, որ իմ մայրն է դրա համար եմ ասում, ես շատ ռեալիստ եմ։ Կարող էի ասել մայրս շատ խորամանկ կամ հումորով կին է, բայց այդպես չէ, ես բնավորությամբ նրան եմ նման»։ Արկադի Դումիկյանը հաղորդման ընթացքում անկեղծացել է. «Ունի սկզբունքներ, որոնց երբեք չի դավաճանի։ Ես որդի ունեմ, ու իմ նպատակը մեծ դահլիճներ լցնելը չէ։ Ուզում եմ, որ վաղը, երբ ինչ-որ տեղ ասեն Արկադիի որդին է, ասեն, որ հայրդ շատ լավ մարդ էր։ Ուզում եմ, որ դա որդուս ուժ ու մոտիվացիա տա, որ ինքն էլ այդպիսին լինի»։ Սիրով հարցազրույցից առանձնացրել էինք այսքանը։ Այժմ առաջարկում ենք դիտել Star News-ի կողմից առանձնացրած հոլովակ, որտեղ երգիչն ու կինը մասնակցել են հարսանյաց արարողության, լինելով Քավորի և Քավոր կնոջ դերում։ Հոլովակը դիտեք առանց մեկնաբանության։ Ժողովուրդ ջան, վերջը պսակին, ծանոներս ասեն Երիկա ֆրֆրաս, պտի պսակ։ Բախտավոր ենք Սվետ ջան։ Ցանկանում եմ մեզ մի հատ ղոչ տղա, երկու հատ աղջիկ։ Ժողովուրդ ջան, ինչ ասեմ, հումորը հետը իհարկե Քավոր ենք այսօր, մեր գեղեցիկ զույգին է բախտավոր։ Բախտավորն են, ապորձանք իհարկե շատ բալիկներ։ Անամ хорошего вечера. Владимир Борисович, как там? Супер.
Orman tutmasını